պետք է լիովին հասանելի լինի եւ թափանցիկ լինի ժողովրդի համար։ Հայաստանի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը, պարզաբանելով գործընթացի մանրամասները, լեգիտիմության հարցն ու անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումները։ Գալյանի խոսքով աշխատանքներն ընթանում են խիստ ինտենսիվ փուլում եւ այս պահին հիմնական շեշտը դրված է մարդու իրավունքների գլխի եւ առանձին ոլորտային կարգավորումների վրա։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն է, արտաքին օրակարգ, մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն ունենալու նաև սահմանադրության համատեքստում։